Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 25-ին քննվում էր Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի գործը։ Նիստի սկզբում սրբազանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Նա բացառք հայտնեց դատավորին այն հիմնավորմամբ, որ դատավոր Գևորգ Մանուկյանը մտերիմ հարաբերություններ ունի քննչական մարմինների ծառայողների հետ, որոնք ներգրավված են սրբազանին վերագրվող գործում։ Բացառում նորից ձեր նախկին գործընկերների կապված ինչ-որ հարցերի քննարկման հարաբերություններ։ Արշակ սրբազանի մյուս փաստաբան Արսեն Բաբայանը եւս նույն հիմքով դատավոր Գևորգ Մանուկյանին հորդորեց ինքնաբացառք հայտնել։ Կար այդպիսի կարծիք ունի, որ բազի վրա այդ դրամամիջոցի անհետացման հետ կամ դրա սկզբանե գոյություն չունենալու հետ դու որոշակի առնչություն։ Արշակ սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանը ինքնաբացառք հայտնեց, բավարարելով փաստաբանների միջնորդությունը։ Սրբազանին ներկայացված մեղադրանքը առնչվում է 2018 թվականին Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման հետ։ Դիվանատունը գրաված խմբի անդամներից մեկի ուսապարկում թմրանյութ է գտնվել, եւ հիմա սրբազանին մեղադրանք է ներկայացվում, որ իբր թե իր հանձնարարությամբ է ինչ-որ անհայտ անձ շարժման անդամի ուսապարկի մեջ թմրանյութ դրել խմբին վարկաբեկելու նպատակով։ Մեղադրանքը ձևակերպվել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործի պատճառով սրբազանը 3 ամիս գտնվել է անազատության մեջ։ Արշակ սրբազանի փաստաբանի բնորոշմամբ այս քրեա քաղաքական գործն իր ամբողջ ծավալով հավակնում է դառնալ իրավաբանության մեջ աննախադեպ ծաղրերգություն։ Սա մի գործ է, որի համաձայն իբր շրջանառվել է թմրամիջոց եւ այդ իրեղեն ապացույց թմրամիջոցն անհետացել է քննչական մարմնից։ Նախ այս գործի մասին խոսենք, որ այս գործը սկզբանե պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, մի քանի հիմքեր ունենք, դրանք չենք բացահայտի, հաջորդ փուլերում նաև կներկայացնենք, բայց այն որ իրեղեն ապացույցը չկա, սա արդեն իսկական հայտորեն այս քրեական գործի վախճանը տրամաբանական առումով ցույց է տալիս արդարացումը, եւ այդ առումով մենք մանրամասն փաստարկներ կներկայացնենք, որովհետեւ այս բանը մեծ հարց է, ընդհանրապես թմրանյութ որպես այդպեսին եղել է, թե չի եղել։ Դե եզրահանգումն էր, որ ծիծաղելի երևույթները ջրի երես դուրս եկան, բոլորն իմացան, որ քննչական մարմնից փաստորեն հնարավոր է կորի իրեղեն ապացույց։ Ես չգիտեմ, դրանից այս գործով ամեն ինչն է այդ նույն զավեշտի մեջ։ Սկսած այդ ցուցմունքներից, որ տվել են, սկսած իբր գործ եղած ապացույցներից, որոնք որ հետեւյալ բնույթ ունեն, հա։ Վստահ չեմ, բայց հնարավոր է ինքը արած լինի։ Այս ամբողջապատասխան բազան։ Մեծ հաշվով մեզ էական չի, թմրամիջոցը եղել է, թե չի եղել։ Մեր պնդումն է, որ Արշակ սրբազանի վերագրվող գործողությունները իր կողմից չի կատարվել։ Հիմա այնտեղ թմրամիջոց եղել է, թե չի եղել, դա զուտ իրավաբանական, մասնագիտական մեր քննարկման հարցն է, որ այո դուք դատական նիստերի ընթացքում ականատես կլինեք դրա շուրջ նաև պարոն Սարգսյանի կողմից մատնանշած հանգամանքների, բայց վերջնական առումով մեզ հետաքրքիր չի թմրամիջոցը եղել է, թե չէ, որովհետև Արշակ սրբազանի վերագրվող գործողությունները ինքը չի արել։ Պատկերացրեք 18 թվականին քրեական գործը հարուցվել, այդ քրեական գործը քննվել է, հետո կարճվել է։ Հետո 25 թվականին վերստին բացվում է այս քրեական գործը, այն ժամանակ ինձ էլ հարցաքննել է։ Այն ժամանակ որ կարճվեց, ինչ կարճվեց, հիշեք, ինչ ասացիք։ Ես ճիշտ ասած չեմ հիշում, ես այն ժամանակ որպես վկա եմ հանդես եկել։ Հետո 25 թվականին բացվեց, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ։ Ու դա դուք տեսաք, թե ուղեկցումը, ասենք եկեղեցու դեմ, այսպես տոտալ ագրեսիվ արշավի գործողությունների հետ։ Հանգուցալուծումը դուք եկեղեցու դեմ կատարվող ինչպես եք տեսնում, հաշվի առնելով նաև վերջինս իրողությունները, երբ տեսանք Վրաստանում ինչ մեծ հարգանքով, պատկառանքով են եկեղեցու հանդեպ իշխանությունները, իսկ այստեղ տարական այսպես ելքը չթույլատրվեց վեհափառ հայրապետի, այս պարագայում ինչ սպասել հետագայում։ Տեսեք, ուրեմն եկեղեցին 2000 տարվա հաստատություն է։ Եկեղեցին մեր ազգային ինքնության առանցքն է։ Իմ խորին համոզումն այն է, որ 2000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս
ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Եթե անգամ գեոքաղաքական շահագրգռություն կա օրինակ, ինչ-ինչ ուժերի դերակատարների պետությունների։ Գիտեք, որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է եւ այդ մասին բազմաթիվ փորձագետներ նշել են, բայց ով ասեց, որ նախընթաց դարաշրջաններում այդպիսի ասպեկտներ եւս չեն եղել եկեղեցու դեմ իրականացված հալածանքներով։ Փաստաբան Արսեն Բաբայանի տեղեկության համաձայն այս գործով դատական նիստի նախորդ օրը տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արշակ Սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը։